Հարգելի հայրենակիցներ, ուրեմն այսօր հոկտեմբերի 20-ն է 2025 թվական ժամը երեկոյան 4:15 արդեն։ Երևի բոլորդ էլ արդեն իմացաք, որ այսօր ձերբակալեցին Գյումրի քաղաքի քաղաքապետին։ Հիմա մի հատ դրա մասին շատ չեմ ուզում ասեմ, ուղղակի դա գիտեինք տենց է լինելու է, այս քանի ժամանակը դա պարզ էր արդեն։ Երկու բառով ասեմ, ուղղակի մի հատ այդպիսի հատուկ օպերացիա կազմակերպել, ես ապշած եմ, ուղղակի այնպիսի տպավորություններ, որ ձերբակալում են ինչ-որ երևի աշխարհահռչակ ինչ-որ մաֆիայի ղեկավարի կամ ինչ-որ մի միջազգային տերորիստական մեծ խմբավորման ղեկավարի այդպիսի օպերացիայի էր նման այդ ամբողջը, ամեն ինչը տեսանք, մարդ չգիտի ծիծաղի թե լացի ուղղակի այս ամեն ինչի համար, բայց լավ, այդքան դրա մասին չասեմ, այդ դրա մասին հետո խոսենք, դրանով մեկը ասենք ոչինչ չի փոխվում։ Հիմա ուղղակի մի հատ զուգատիպության մասին ասեմ ու անցնեմ առաջ, էլի, արագ։ Այս վերջերս ու շատ ա եղել այդպիսի զուգատիպություններ, որ ձերբակալել են, բայց հետո դրա մասին մի հատ առանձին խոսենք։ Այս վերջերս Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մի հատ հայտարարություն արեց, ինտերվյու էր տալիս, ասեց, եթե ես դառնամ Հայաստանի Հանրապետության վարչապետ, ես անպայման միջազգային բոլոր կառույցներում, թե տենց ինչ-որ բան ասեց, կբարձրացնեմ անպայման Արցախի եւ Նախիջևանի հետ վերադարձնելու հարցը Հայաստանի Հանրապետությանը։ Բաքվում մի հատ մեծ հիստերիկա էր այդ սոցցանցերում ժուրնալիստների բանի, ու դրանից մի քանի օր անց այսպիսի զուգադիպություն Վարդան Ղուկասյանը ձերբակալվեց։ Մինչև այդ ինչ ասել էր, Փաշինյանի հասցեին մյուս ոչ մի բան, բայց հենց Ադրբեջանի կպավ ոնց որ ձերբակալին, դա սա զուգադիպություն է, չեմ ասում ինչ որ բան, իմ կարծիքով էսի ինչ որ կապ կարա ունենա։ Լավ, հիմա անցնենք առաջ, այս սաղ եկում դրած սրա մասին խոսենք։ Մի հատ հələ ժողովուրդ, մի հատ հարց եմ ուզում տամ, շատ կարևոր մի հատ հարց, խնդրում եմ բոլորդ պատասխանեք այս հարցին։ Բոլորին եմ դիմում մեր Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, հայերին, եզդիներին, մյուս ազգերին եւ բոլոր հայ ազգի ներկայացուցիչներին ամբողջ աշխարհում։ Ես խնդրում եմ այս հարցի պատասխանը մի հատ տաք, ես քանի որ մի հատ բան եմ մտածել, անպայման այդ մասին պետքա խոսեմ, բայց այս հարցի պատասխանը ինձ պետք է, տեսնեմ հանրությունը ոնց է սրան վերաբերվում։ Առաջի հերթին այս հարցի պատասխանը կուզեի որ տային Նիկոլ Փաշինյանը եւ բոլոր նիկոլականները։ Նիկոլականներն էլ բոլորը հայ են, մերոնք են, բան չունեմ ասելու։ Ես նիկոլական չեմ, հականիկոլ եմ, բայց բոլորին էլ հայերին համարում եմ մերը, իմը, իմ ազգը։ Այս հարցի պատասխանը մի հատ դուք ձեր մեջ տվեք ու կարա գրեք։ Եթե ցանկություն ունեք, գրեք այս հրատակ եւ խնդրում եմ անպայման այս տեսանյութը տարածեք, որ բոլորը կարդան, տեսնեն, այս հարցին պատասխանեն։ Հայեր, եղբայրներ, հայրենակիցներ, մեր մեջ կա այդպիսի մարդ, ով որ հավատում է Ալիևին եւ Ադրբեջանին։ Կապ չունի, որ նիկոլական եք, մյուս, ասենք Փաշինյանը ասում է, մենք խաղաղություն ենք կնքում Ալիևի հետ, մյուս։ Դուք անձամբ թեկուզ հենց Նիկոլ Փաշինյան բոլորը հավատում եք Ալիևի ասածներին կամ ինչ-որ խոստումներին, մյուս, որ հաստատ մեր այդ խաղաղությունը այնքը կնքելու, էլ ոչ մի խնդիր չենք ունենալու, այսպես։ Ինչի համար եմ ասում, քանի որ գնալով մենք մեր դիրքերը թուլացնում ենք, տարածքների զիջումներով, պատճառները հիմա չեմ ասում, այսինքն եթե հանգարց մի օր Ալիևը քնից ելնի որոշի, որ պետք է հարձակվի Հայաստանի վրա, մեր դիրքերը վատանում օրեցօր, չէ, զիջումներ կատարելով եւ այլ շատ տեղեր դիրքերը թուլանում է, ինչա թե զիջումներ անենք, որ էլ պատերազմ չլինի, այս կողմ այն կողմ, բայց մարդ կա, որ հավատում է,
ուրիշ բան, ստիպված, անճար ենք, sense բաներ մարդիկ, որ էլ չէ, սա ուրիշ ինչ անենք, չէ, ուժներս չի պետք, չեմ ասում։ Հավատում եք, թե չէ Ալիևի խոստումներին, Ալիևի ասածներին, ինչը վերաբերվում է մեր հետ, Հայաստանի Հանրապետության հայ ազգի։ Գրեք, խնդրում եմ, ես հետո մի հատ տեսանյութում այս ամեն ինչը կբացատրեմ ինչ է ինչոց է։ Շնորհակալություն։